սկսվում է երկրորդ տուրը դեպի Մոնտենեգրո։ Մենք ոչ թե մեկ, այլ 3 խմբային տուր ունենք դեպի Մոնտենեգրո եւ սա երկրորդն է։ Մեր խմբի մասնակիցները արդեն օդանավակայանում են եւ շարժվում են դեպի օդանավ։ Շատ գեղեցիկ է Զվարթնոց օդանավակայանը, պատրաստ է Flyvan ավիաընկերության օդանավը ու վերջ։ Օդանավը բարձրանում է վերև եւ ընդամենը 3 ժամ թռիչք ու մենք Մոնտենեգրոյում ենք։ Դե ինչ, ես կրկին Մոնտենեգրոյում եմ, սա Flyvan ավիաընկերության ինքնաթիռն է, բարձրակարգ օդանավ եւ Miracle Tour and Travel Սպոյի հետ հուլիս ամսվա երկրորդ խմբային տուրը սկսում է իր ամենաթույն օրերը Մոնտենեգրոյում։ Մեկ օր լիարժեք հանգիստ ունենալուց հետո մենք գնում ենք Հին Բուդվա, դե իհարկե լուր եթե ոչ Հին Բուդվա, այստեղ ամեն ինչ հիշեցնում է Մոնտենեգրոյի պատմությունը եւ շշմելու մշակույթը։ Տեսեք, ինձ սիրուն է ամեն ինչ, կարծես հեքիաթում լինես։ Հին Բուդվան շատ սիրուն է, շատ ընտիր է ամեն ինչը, հայկական գերբը Հին Բուդվայում է, մեր խումբը ամբողջովին գալիս է։ Իսկ հաջորդ օրը առավոտյան մեկնում ենք Կոտոր։ Մենք կրկին Կոտորում ենք Miracle Tour Travel Սպոյի հետ խմբային տուր եւ երկրորդ տուրը։ Ահա տեսնում եք ամբողջ խումբը գալիս է ինձ հետ եւ մենք այս ֆանտաստիկ քաղաքում ենք, որը կոչվում է Կոտոր։ Կլինենք Կոտորի ամենատեսարժան վայրերում, կծանոթանանք Կոտորի մշակույթի հետ, Մոնտենեգրոյի ամենասիրուն, ամենագեղեցիկ քաղաքը, որը որ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության ներքո։ Մենք այսօր Կոտորում ենք լինելու, իսկ այնուհետև Կոտորից կմեկնենք Պերաստ, այնուհետև Սուրբ Աստվածամոր ժայռը կրսին եւ կունենանք հրաշալի հանգիստ Պերաստում։ Այնպես որ հետևեք տեսանյութի կադրերով, Սպոն ձեզ ցույց կտա ամենահետաքրքիրը Մոնտենեգրոյից։ Կոտորը իր գեղեցկությամբ առանձնանում է Մոնտենեգրոյի բոլոր քաղաքներից, թե ինչ պատմական շինություններ կան այստեղ, միայն պետք է տեսնեք սեփական աչքերով։ Այստեղ նկարահանվել են հոլիվուդյան պատմական ֆիլմեր, այստեղ են գալիս համաշխարհային մոդելներ եւ լուսանկարվում այս գեղեցիկ տաճարների ֆոնի ներքո։ Կոտորը նաեւ Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկն է եւ մենք իհարկե պետք է վայելենք այն ամբողջովին։ Շարունակվում է էքսկուրսիան, մենք արդեն Պերաստում ենք, հայկական գերբը իմ գլխի վերևում եւ հայկական խումբը, ահա, տեսնում եք ծերը, այնտեղա։ Այսպես գալիս են բոլորը հայկական գերբի հետևից, մենք գնալու ենք Պերաստ, այնուհետև Աստվածամոր ժայռը կրզին նավով գնալու ենք կրզին, որտեղ որ հրաշք է տեղի ունեցել եւ իհարկե կվայելենք այդ կրզին։ Հասնում ենք նավահանգիստ, ահա մեզ է մոտենում մեր նավակը եւ վերջ, ուղևորվում ենք Աստվածամոր ժայռը կղզին ու մենք արդեն կղզում ենք, Սուրբ Աստվածամոր ժայռը կղզում։ Էլուր Մոնտենեգրոյում, եթե ոչ Աստվածամոր ժայռը կղզին եւ Աստվածամոր եկեղեցին, մենք երկրորդ խմբային տուրով Miracle Tour and Travel Սպոյի հետ Մոնտենեգրո գտնվում ենք Աստվածամոր ժայռը կղզում եւ հենց այն նույն եկեղեցում, որտեղ որ կախված է Աստվածամոր իկոնան, որը եւ դարձել է Իվան եղբայրների, անբուժելի եղբայրների բուժման պատճառը։ Գնանք նայես։ Ամենահետաքրքիրն է, որ իկոնան Աստվածամոր, որտեղ որ ընկվել է ծովում, որտեղ որ գտել են եղբայրները, այդ հատվածը ֆիքսված է եկեղեցու հենց իկոնայի հետևի մասում, հիմա տեսախցիկը թեքեմ։ Տեսեք, այս մասը ֆիքսված է, որ հենց ծովի այս հատվածում է հայտնաբերվել իկոնան եղբայրների կողմից։ Եվ այստեղ այդ մասին հստակ գրված է։
Իհարկե մտնում ենք նաև թանգարան եւ այս բոլոր վայրերը ներառված են մեր ծրագրում։ Եվ այստեղ գիրք կա դրված, որտեղ որ յուրաքանչյուր հավատացյալ կարող է իր գրառումը կատարել։ Ես առաջին խմբի ժամանակ այստեղ գրառում կատարել եմ։ Հիմա փորձեմ գտնել ընդամենը մի շաբաթ։ Ընդամենը մի շաբաթ չկա որ գրել եմ, սա առաջինը։ Իսկ սա այստեղ արդեն նոր է այսօրվան է։ Շատ հետաքրքիր է, երբ գրքում գտնում ես քո գրածները։ Ասենց հետաքրքիր է անցնում տուրը։ Դե ինչ, այսպիսին էր Աստվածամոր ժայռը կղզին, սա մեր երկրորդ խմբային տուրն է դեպի Մոնտենեգրո։ Հիմա մենք ընդամենը 30 րոպե ազատ ժամանակ ունենանք այստեղ այս փոքրիկ կղզու վրա բան գալու, որտեղ միայն եկեղեցին է տեղավորվել, այսինքն եկեղեցու համար է հենց ստեղծված այս կղզին։ Այստեղ ման կգանք, կնկարահանվենք, եկեղեցու մոմ կվառենք ու կշարժվենք Պերաստ, որտեղ եւս 1 ժամ ու կես հանգիստ ունենանք Պերաստում, եւ էքսկուրսիոնը ավարտված է, մենք վերադառնանք Բուդվա մեր հյուրանոցային համալիր։ Վաղ ամբողջովին ազատորեն լինելու վայելելու ենք Ադրիատիկ ծովը, իսկ արդեն հաջորդ օրը սկսվում է մեր երկրորդ էքսկուրսիան, որը որ կոչվում է Herceg-Novi, այտենց ֆանտաստիկ տուր մեր խմբային տուրի մասնակիցների համար։ Ահա այսպիսին էին երկրորդ խմբային տուրի մասնակիցների համար Մոնտենեգրոյի հեքիաթային օրերը։